և նրանց ուսմունքների արժանահավատությունը։ Պատվարժան դատարան այժմ անդրադառնանք Դավիթ Համբարձումյանին առաջադրված հանցակազմի, մասնավորապես 258-րդ հոդվածի 4-րդ մասի իրավաչափությանը, զենքի բացակայության պայմաններում և զենքի տեսակի որոշված չլինելու պայմաններում։ Պատվարժան դատարան 2017 թվականին Վճռաբեկ դատարանը շատ կարևոր նախադեպային որոշում կայացրեց 258-րդ հոդվածի 4-րդ մասով։ Գործի համարն է ՏԴ 0085-0114։ Նշված քրեական գործով ես ամբողջությամբ չեմ ցիտի Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը, սակայն նշված քրեական գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանը հստակ արձանագրել է, որ 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցակազմի առկայության համար պարտադիր է պարզելը զենքի տեսակը, որպեսզի հնարավորություն տրվի դատարանին բացահայտելու արդյոք հասարակության համար եղել է իրական, թե կարծեցյալ վտանգ։ Սույն դեպքում պատվարժան դատարան գործի նյութերում բնականաբար մենք գիտենք, որ զենքը առկա չէ և հետևաբար բացահայտված չէ նաև զենքի տեսակը։ Եվ այդ պայմաններում մեր համար անհասկանալի է Առաջին ատյանի դատարանը ինչպես է որոշել, որ հասարակության համար եղել է իրական, այլ ոչ թե կարծեցյալ վտանգ։ Այն պայմաններում, երբ այդ ենթադրյալ զենքի տեսակը չի որոշվել, քանի որ զենքն առկա չէ։ Պատվարժան դատարան, ես սա հիպոթետիկ եմ ասում, որովհետև մենք պնդում ենք, որ Դավիթ Համբարձումյանի մոտ զենք չի եղել, և դա է օբյեկտիվ իրականությունը, և դա է փաստում նաև դրա վերաբերյալ համապատասխան օբյեկտիվ ապացույցը տեսագրությունը։ Բայց այնուամենայնիվ առաջնորդվելով նրանով, թե ինչ մեղադրանք է առաջադրված, դատարանը պարտավոր էր պարզել նաև զենքի տեսակը։ Այնինչ չունենալով զենքի տեսակի վերաբերյալ տեղեկություն, դատարանը մեր համար անհասկանալիորեն որոշել է, որ հասարակության համար իրական վտանգ է ստեղծվել։ Պատվարժան դատարան սույն գործով առկա չէ որևէ ապացույց, որը կարող է հերքել այն հիմնավոր կասկածը, որ դեպքի ժամանակ ինչ-որ գրակոչներ է արձակել, օրինակ ազդանշանային ձայնային զենքով, որը բնականաբար ունակ չէ որևէ մեկի առողջությանը կամ կյանքին վնաս հասցնել։ Հետևաբար իրական վտանգի մասին խոսելը ավելորդ է։ Ստացվում է պատվարժան դատարան, որ այն պայմաններում, երբ դատարանը չի ունեցել զենքի վերաբերյալ տեղեկություն, չի ունեցել զենքի տեսակի վերաբերյալ տեղեկություն, պարզապես չէր կարող 258-րդ հոդվածի 4-րդ մասով արձանագրել առհասարակ, որ Դավիթ Համբարձումյանը մեղավոր է։ Պատվարժան դատարան, իդեպ 235-րդ հոդվածով բոլորիս հայտնի է, որ մեղադրանք չի առաջադրվել, և դա տրամաբանական է, որ չի առաջադրվել, որովհետև տվյալ հանցակազմի առարկան չի եղել, զենքը չի եղել։ Բայց այդ նույն տրամաբանությամբ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հանցակազմի համար առաջնորդվելով Վճռաբեկ դատարանի իր կողմից մատնանշված նախադեպային որոշմամբ պետք է լիներ զենքը, պետք է պարզվեր զենքի տեսակը, որպեսզի դրանից հետո նոր միայն դատարանը վերլուծեր, արդյոք հասարակության համար իրական վտանգ եղել է, թե ոչ։ Այն, որ պատվարժան դատարան վտանգը կարծեցյալ է եղել, իրական չի եղել, առավել մանրամասն մեր դատական վերանայման բողոքում մենք ներկայացրել ենք համապատասխան հիմնավորումներ, բայց մենք նկատառում ևս, ըստ գործի նյութերի նշված վայրում եղել են մոտ 300 հոգի։ Ըստ գործի նյութերի մասնավորապես մեկ անձի ցուցմունքի, որը իրարամերժ ցուցմունքներ է տվել, իբրև կրակոց է արձակվել այդ զենքից։ Իդեպ այդ վտանգը եղել է իրական և եղել են մոտ 300 հոգի հավաքված։ Ինչու մեկ անձնավորություն նշված ենթադրաբար Դավիթ Համբարձումյանի կողմից գործադրված զենքի արդյունքում վնասված չի ստացել։ Ես այստեղ դատարանի ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել նաև Մկրտիչ Միրզայանին պատճառված մանրական վնասվածքի մասով։ Պատվարժան դատարան սույն քրեական գործի միջդատական վարույթի ընթացքում դրանից անջատվել էր 591-003-19 քրեական գործը ըստ մեղադրանքի Սեյրան Կարապետյանի։ Սեյրան Կարապետյանի մեղադրանքը վերաբերվել է Մկրտիչ Միրզայանի կողմից հրազենային վնասվածք ստանալու փաստին։ Մեղադրական եզրակացության համաձայն Սեյրան Կարապետյանը Դավիթ և Գոռ Համբարձումյանների հետ իբրև հանդիսացել է խուլիգանություն կատարող խմբի անդամ։ Մինչդեռ Սեյրան Կարապետյանի նկատմամբ հետագայում կայացվել է արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում։ Նշվածով պայմանավորված պետք է արձանագրել, որ տուժող Մկրտիչ Միրզայանին հրազենային վնասվածք պատճառած անձը, նրա շարժառիթները, խմբային պատկանելությունը դատավարության մասնակիցներին ու դատարանին հայտնի չէ, այսինքն մինչ օրս Մկրտիչ Միրզայանին հրազենային վնասվածք հասցրած անձի ինքնությունը բացահայտված չէ։
Եվ որևէ ապացույցով պատվարժան դատարան չի հետվում այն վարկածը, այն կասկածը, որ միգուցե այդ վնասվածքը Մկրտիչ Միրզայանը ստացել է որևէ ցուցարարի, ոստիկանի կամ պատահական անձորդի կրակոցի արդյունքում, այլ ոչ թե խմբի անդամներից որևէ մեկի։ Պատվարժան դատարան անդրադառնամ Դավիթ եւ Գոր Համբարձումյանին առաջադրված մեղադրանքի էությանը կրկին հնարավորինս հատուկ։ Մասնավորապես ըստ առաջադրված մեղադրանքի, ինչպես նաև ըստ դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքների, խմբի անդամների, այդ թվում Դավիթ եւ Գոր Համբարձումյանների նպատակը եղել է հետևյալը։ Մեղադրյալների եւ իրենց հետ իբրքում կազմող այլ անձանց նպատակը եղել է խոչընդոտել քաղաքացիներին, արտահայտել իրենց ազատ կամքը եւ աջակցությունը տեղի ունեցող իրադարձություններին։ Խոսքը վերաբերում է նրան, իբրև ցանկացել է խմբի անդամները խոչընդոտել հանրահավաքին նույն օրը ժամը 19:00 Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաք։ Պատվարժան դատարանը թերևս դատարանի այս արձանագրումը կարծես թե բավարար է հետքելու համար խուլիգանության հանցակազմը։ Ինչու, որովհետև բոլորիս քաչայտնի է խուլիգանության հանցակազմի օբյեկտը, մասնավորապես դրա անմիջական օբյեկտը հասարակական կարգն է։ Այն պայմաններում, երբ դատարանն ինքն է արձանագրել, որ խմբի նպատակը եղել է խոչընդոտել քաղաքացիներին, որպեսզի վերջիններս մասնակցեն Հանրապետության հրապարակում նույն օրը ժամը 19:00 կայանալիք հանրահավաքի եւ այդ մասով առանձին հանցակազմ է նախատեսված առհասարակ հանրահավաքի մասնակցության խոչընդոտելու, ինչպես է ստացվում, որ այդ հանգամանքը ընկալվել է որպես հասարակական կարգի օբյեկտ խախտում, որը զուգորդվել է համապատասխան հասարակության անդամների նկատմամբ բացում այդ հանրահավաքի վերաբերյալ։ Պատվարժան դատարանում չի հետազոտվել որևէ արժանահավատ ապացույց, որը կբացահայտեր իբրև գոյություն ունեցող խմբի անդամների կազմը, նրանց նախնական պայմանավորվածությունը, մեկը մյուսի մոտ զենքի կամ որպես այդպիսին օգտագործվող առարկայի մասին տեղեկացված լինելու հանգամանքը, անհայտ է խմբի անդամներից որևէ մեկի կամ մի քանիսի մոտ զենքի կամ որպես օգտագործվող առարկաների դեպքի ընթացքում կիրառման նպատակի առկայության կամ այդ մասին խմբի այլ անդամների տեղեկացվածությունը, ընդ որում նպատակը ևս կարևոր է, այդ հանգամանքը նշված է իր կողմից քիչ առաջ մեջբերված վճարել դատարանի նախադեպային որոշմամբ։ Պատվարժան դատարան չի ապացուցվել այն հանգամանքը, որ Դավիթ Համբարձումյանը դեպքի վայրում ներկա է եղել որպես խմբի անդամ։ Այլ հակառակը ապացուցվել է, որ Դավիթ Համբարձումյանը դեպքի վայրում ներկա է եղել ի պաշտոնե որպես քաղաքավար։ Դրա վերաբերյալ առկա են բազմաթիվ անձանց ցուցմունքներ։ Պատվարժան դատարան այս պայմաններում առկա են բազմաթիվ հարցեր, որոնք չեն ստացել իրենց պատասխանները, եւ առկա են բազմաթիվ հարցեր, որոնք ստացել են իրենց պատասխանը դրական առումով փոքր մեղադրյալների, մինչդեռ առաջին հերթին դատարանը հիմնվելով առհասարակ չհիմնվելով տեսագրության վրա եւ հիմնվելով նախաքննության ընթացքում տրված սկզբնական մեղադրական բնույթների վրա հանդեսել է մեր կողմից մատնանշված բոլոր հանգամանքները կայացնելով ակնհայտ անօրինական դատապարտություններ։ Պատվարժան դատարան քրեական դատավարությունում մեղքի հարցը լուծելիս մենք գիտենք, որ առաջնորդվում են դատարանները հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով։ Եվ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշ ասելով մենք բոլորս հասկանում ենք ապացույցների այնպիսի համացություն, այնպիսի բավարարություն, որը կբացառի հակառակի վերաբերյալ ողջամիտ ենթադրությունը։ Սույն դեպքում պատվարժան դատարան առկա են բազմաթիվ այլ վարկածներ ու կասկածներ, որոնց հետ կապված պատվարժան դատարան գտնում է, որ չի ապացուցվել Դավիթ եւ Գոր Համբարձումյանների առաջադրված մեղադրանքը։ Հետևաբար պատվարժան դատարանը չունենալով գործի նյութերում համապատասխան պատշաճ թույլատրելու արժանահավատ ապացույցներ եւ հակառակը ունենալով այնպիսի ապացույցներ, որոնք արդարացնող բնույթի էին, կայացրել է անհիմն դատական ակտ։ Պատվարժան դատարան ապացույցների հետ կապված մեր վերլուծությունը ավելի երկար է, ավելի շատ է, սակայն մենք չենք ցանկանում դատական նիստից անդրադառնել, քանի որ այն առավել մանրամասն ներկայացված է դատական վերանայման ոլորտում։ Այն առանցքային հանգամանքները, որոնց մասին պաշտպանական կողմը ցանկանում էր խոսվել է այդ մասին նախորդ դատական նիստի ընթացքում եւ շարունակեցին հրավերից։ Այժմ անդրադառնամ մեր բողոքի մյուս բաժնին։ Պաշտի մասին։ Պատվարժան դատարան թեև մենք գտնում ենք, որ Դավիթ Համբարձումյանը անմեղ է եւ հետեւաբար չի կարող խոսել քրեական պատասխանատվության մասին, այնուամենայնիվ առաջնորդվելով ազատության
կանխավարկածով։ Այնուամենայնիվ, առաջնորդվելով նրանով, որ բոլոր դեպքերում անձի ազատության իրավունքը կարևորվում է մնացած բոլոր հանգամանքներից, ինչպես նաև ցույց տալու համար առաջին այդտեղի դատարանի կողմից կայացած դատավճիռի ակնհայտ արդյունքները, դատավճիռը բողոքարկվել է նաև պատժի մասով։ Պատվաժան դատարան, ինչպես գիտենք, 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված է պատիժ 4-ից 7 տարի ժամկետով, եւ առաջին այդտեղի դատարանը նշանակել է պատիժ 6 տարի 3 ամիս ժամկետով։ Գտնում եք, որ առաջին այդտեղի դատարանը պատիժ նշանակելիս խախտել է արդարության եւ պատասխանատվության անդրադառնացման սկզբունքը, պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, ինչպես նաև համաչափության սահմանադրական սկզբունքը։ Առաջին այդտեղի դատարանը Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նշանակել է տվյալ հանցակազմի համար դատական պրակտիկա նման ունեցող աննախադեպ սուտ։ Պատվաժան դատարան վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել մասնավորապես պատժի նպատակների հետ կապված, ինչպես նաև պատժի չափորոշիչների հետ կապված նշանակման, որոնց մանրամասն անդրադարձ կատարել է դատական վերաբերման բողոքում, եւ ես այժմ չեմ ցույց տալու դատարանի այդ նախադեպային որոշումները։ Երբ մենք ամփոփում ենք վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, արտահայտած իրավական դիրքորոշումները պատժի նշանակման հետ կապված, համում ենք նրան, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պատիժը պետք է լինի անհատական։ Ինչու՞, որովհետև քրեական օրենքը համընդհանուր է, իսկ դեպքը եւ անձը կոնկրետ է։ Մեկ այլ դեպքում վճռաբեկ դատարանը հստակ արձանագրել է, որպեսզի նահանջ չլինի արդարացի պատիժ նշանակելու սկզբունքից, դատարանը պետք է յուրաքանչյուր դեպքում եւ մեղմ պատիժ նշանակելիս եւ խիստ պատիժ նշանակելիս պատճառաբանի դատական ակտը հիմնվելով փաստական հանգամանքների վրա, որոնք կողքեն քրեական գործից։ Սույն դեպքում ինչ է տեղի Առաջին այդտեղի դատարանը պարզապես արձանագրել է, որ Դավիթ Համբարձումյանը մեղավոր է առաջադեպած մեղադրանքում, Դավիթ Համբարձումյանին որպես մեղմացնող հանգամանքներ մատնանշել է 4 աչքափառ երեխաների առկայության հանգամանքը եւ գտել է, որ պետք է նշանակել պատիժ 6 տարի 3 ամիս ժամկետով։ Որևէ կերպ առաջին այդտեղի դատարանը չի պատճառաբանել, թե ինչու տվյալ հանցակազմի համար նախատեսված առավել մեղմ պատիժը պատժի միջոցով իզորու չէ հասնել պատժի նպատակներին։ Եվ այդ պայմաններում եւ առաջին այդտեղի դատարանը նշանակել է այդչափ խիստ պատիժ առավելագույնով։ Պետք է խիստ ծանրակշիռ փաստաթղթերով հիմնավորել իր այդ դատական ակտը, իսկ դա չի արել նման։ Պարզապես առաջին այդտեղի դատարանը մեխանիկական վերլուծություն է կատարել, այն է վերարտադրել է իրավանորմերը, պատժի նշանակման հետ կապված, վերարտադրել է վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները, սակայն փաստական վերլուծություն չի կատարել, թե ինչու պետք է Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նշանակի հենց այդչափ պատիժ։ Ընդ որում այստեղ դատարանի ուշադրությունը հրավիրում այն հանգամանքի վրա, որ ծանրացնող հանգամանքներ չեն եղել, գույքային հայց չի եղել, ուժողները պահանջ չեն ունեցել, որևէ բողոք չեն ունեցել։ Եվ հակառակը եղել են մեղմացնող հանգամանքներ, այն է 4 երեխաների առկայությունը։ Պատվաժան դատարանը թեև առաջին այդտեղի դատարանը որպես մեղմացնող հանգամանք մատնանշել է 4 անչափահաս երեխաների առկայության հանգամանքը, սակայն մակերեսային է դրան մոտեցել, բովանդակային չի մոտեցել։ Այսինքն ինչպես է ստացվում։ Ստացվում է առաջին այդտեղի դատարանը պատրաստվում էր առավելագույն պատիժ նշանակել, 7 տարի ժամկետով նշանակել, սակայն հաշվի առել մեղմացնող հանգամանքները եւ 6 տարի 3 ամիս է նշանակել։ Պատվաժան դատարան մենք մեր բողոքում ներկայացրել ենք բազմաթիվ դատական գործեր, ես մի քանիսը ցիտելու եմ այսօր, որոնց պայմաններում ծանրացնող հանգամանքների առկայության պայմաններում, մեղմացնող հանգամանքների բացակայության պայմաններում, ռեցիդիվի առկայության դեպքում նույնիսկ 6 տարի 3 ամիս ժամկետով պատիժ որևէ դեպքում չի նշանակվել։ Պատվաժան դատարան առաջին այդտեղի դատարանը ուշադրության չի արժանացրել նաև այն էական հանգամանքը, որ դեպքից անցել է տևական ժամանակ։ Մասնավորապես դատավճիռ կայացնելու օրվա դրությամբ դեպքից անցել է 7.5 տարի ժամանակ։ Եվ հետևաբար առաջին այդտեղի դատարանը նշված ժամանակը տևական է, անցնելուց հետո պարտավոր է հստակ անդրադարձ կատարել նաև պատժի ճկման նպատակահարմարության հարցին, ինչպես նաև հետհանցավոր վարքագծին։ Ընդ որում այս կապակցությամբ Պատվաժան դատարան առկա է նաև նախադեպային որոշում 2025 թվականի
հետ հանցավոր վարքագծի, ինչպես նաև տևական ժամանակ անց դեպքից դատավճիռ կայացնելու ժամանակ պատժի գնման նպատակահարմարության հետ կապված, որի վերաբերյալ համապատասխան իրավական դիրքորոշումը մենք կրկին նշել ենք մեր դատական վերաբերման բողոքում։ Եվ այսպես պատվաժան դատարանը անդրադարձ չի կատարել առհասարակ այդ հարցին, այն պայմաններում երբ հաջորդի դեպքից 7.5 տարիների ընթացքում Դավիթ Համբարձումյանը ունեց որևէ կերպ չի դատապարտվել, որևէ եղանակով չի արատավորվել եւ հակառակն ունեցել է եւս մեծ զավակ եւ պատվաժան դատարան 2021 թվականին ստանալով 15,000 քաղաքացիների վստահության քվեն ընտրվել է արդեն որպես մասիս համայնքի եւ այս պայմաններում պատվաժան դատարանը որևէ գնահատման չի արժանացել։ Դատարանը առհասարակ չի վերլուծել պատժի գնման նպատակահարմարության հարցը, ինչպես նաև չի գնահատել հետ հանցավոր վարքագիծը եւ տևական ժամանակ անց առկա իրավիճակը։ Ստացվում է առաջին ակտի դատարանը նաև մասնագիտակ է 15,000 քաղաքացիների վստահության քվեի հարցը։ Այսինքն 15,000 անց առնվազն բնութագրում են պարոն Համբարձումյանի որպես բացառիկ դրական հաստատություն։ Պատվաժան դատարան հիմնելով դատական օրենսգիր սահմանադրական օրենքին համապատասխան ուրեմն 10-րդ հոդվածը որպես իրավական հաստատ ցանկանում են վկայակոչել մի քանի դատական ակտեր, որոնց հաստատական հանգամանքները նույնական է սուբյեկտի հետ, եւ պատվաժան դատարան ամբողջությամբ դրանք ձեռնարկված են մեր դատական վերաբերման բողոքում եւ այժմ ընդհանրապես մի քանի դատական գործեր կվկայակոչել, որոնց պայմաններում պարզ կդառնա, որ նշանակվել են նվազագույն դիմացիներ, տվյալ հանցանքային համար նախատեսված կամ գոնե նվազագույնի, այլ ոչ թե առավելագույնի։ Ընդ որում պատվաժան դատարան մենք վերաբերիչ դատարան բողոք ներկայացնելիս բողոքում ձեռնարկել են հենց այն գործերը, որոնցով մեղադրյալները մեղքը չեն։ Մասնավորապես պատվաժան դատարան թիվ ԳԴՄ 0057-0115 իրական գործի մասին։ Նշված գործով 258-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակվել է ազատազրկում 4 տարի ժամկետով երկու մեղադրյալների նկատմամբ։ Ընդ որում պատվաժան դատարան 258-րդ հոդվածի 4-րդ մասով հաստատական հանգամանքների նույնական են, բայց իր կողմից մատնանշված գործով ավելի վատ իրավիճակ մասնավորապես արկա է եղել նաև 4-րդ հոդվածի առաջին մաս, այսինքն մեղադրելի գործողությունները հանդիսել են նաև անձի սպանություն եւ այդ պայմաններում պատվաժան դատարան սպանության հանցակազմի հետ գործված 258-րդ հոդվածի 4-րդ մասով Հայաստանի Հանրապետության դատարանը տարածել է 4 տարի ժամկետով ազատազրկման ենթարկելու վերաբերյալ դատախազը։ Հաջորդի պատվաժան դատարան թիվ ԵԿԴ 0163-0115 իրական գործ։ Մեղադրյալի ներսագրվել է 258-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրանքի կատարում։ Պատասխանատվությունը ու պատիժը մեղմացնող հանգամանքներ չեն եղել եւ հակառակը եղել է ծանրացնող հանգամանք։ Մեղադրյալը արարել է ալկոհոլի ազդեցության դատական։ Եվ այս պայմաններում ևս Հայաստանի Հանրապետության դատարանը կայացրել է դատավճիռ նշանակելով պատիժ 4 տարի ժամկետով եւ համաներման ակտիվությամբ անձը ազատվել է պատժից։ Հաջորդում թիվ ԵԷԴ 0001-0112 իրական գործ 258-րդ հոդվածի 4-րդ մաս։ Ազատազրկման է անձը դատապարտվել 4 տարի ժամկետով։ Ընդ որում պատվաժան դատարան անձը նախկինում արագավորված եւ դատապարտված է եղել, դատվածությունը մարված չի եղել եւ այդ հանցանքը մեղադրյալը կատարել է պատժից ազատվելուց ընդամենը 2 օր հետո։ Խնամքի ոչ ոք չի ունեցել, ամուսնալուծված է եղել եւ արարքը կատարել է ալկոհոլի ազդեցության տակ եւ ռեցիդիվի արտադրություն է եղել։ Եվ Հայաստանի Հանրապետության դատարանը որոշել է 4 տարի ժամկետով ազատազրկման ենթարկել։ Իսկ Դավիթ Համբարձումյանի դեպքում 6 տարի 3 ամիս։ Հաջորդը պատվաշան դատարան թիվ ԿԴ 3-0067-0112 Սույն դեպքում առանցքային է այն հանգամանքը, որ առաջին ակտի դատարանը նշանակել էր 5 տարի ժամկետով ազատազրկել հատուցումների մասով, սակայն վերաբերիչ քրեական դատարանն է ձեռնարկել առաջին ակտի դատարանի դեպքում գտել է, որ առաջին ակտի դատարանը որևէ կերպ հաստատված խիստ պատիժ է նշանակել եւ պատվաշան դատարանը վերաբերիչ քրեական դատարանը 4 տարի ժամկետով
ազատազրկում են նշանակել։ Ընդ որում, որպես մեր մասնավոր հանգամանք է դիտարկվել նախկին մեկ աչքան հասցեին։ Կանոնավորվածության դեպքում արդեն մանկանշվեց, որ 4 աչքանված երեխաների մասին է խոսքը։ Հաջող թիվ պատվարժան դաշնային թիվ ԿԴ1 0032 0119 քրեական գործ։ Կրկին 258 հոդվածի 4-րդ մաս։ Կրկին անձը չի ընդունել մեղադրանքը, պատիժը եւ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք որպես դատարան մաշկարը, երեխայի եւ վատառողջ խնամք արտարություն, անհետող հանգամանքներ չեն եղել։ Պատվարժան դատարան սույն դեպքում նշանակվել է պատիժ 4 տարի ժամկետով, բացի այդ, պատիժը որոշվել է պայմանականորեն չկիրառել։ Կրկին եմ հիշեցնել, անձը մեծ խնդիրներ է։ Պատվարժան դատարան Հարկենք համարում նաև մեջ բերել թիվ ԵՇԴ 0161-0116 քրեական գործը, նշված քրեական գործով անձը մեղադրել է ընդունել մեղավորությունը, սա բացառություն է նախորդ գործերից, սակայն առանցքային է այն հանգամանքը, որ այս դեպքում մենք գործ ունենք վտանգավորություն եւ նշանակվել է 258-րդ հոդվածի 4-րդ մասով 4 տարի 8 ամիս ժամկետով, որը վտանգավոր ռեցիդիվի կանոններով առաջին հաշվարկման նվազագույն ասում։ Պատվարժան դատարանը այսպիսով ամփոփելով պատժի հետ կապված մեր դիրքորոշումները, գտնում ենք, որ առաջին հարկանի դատարանը նշանակվել է առավելագույնին մոտ ակնհայտ պատիժ, որևէ կերպ չի հիմնավորել, գործի ինքնից գլխով որևէ փաստական դեպքերով չի հիմնավորել, թե ինչու պետք է նշանակվի հենց այդչափ պատիժ, որևէ կերպ առաջին հարկանի դատարանը այդ չի արձանագրել, թե տևական ժամանակ արձանագրել նշանակելիս ինչու պետք է պատիժը փաստացի կրի, այլ ինչու հնարավոր չէ հասնել պատժի նպատակին։ Եվ հետևաբար պատվարժան դատարան գտնում ենք, որ առաջին հարկանի դատարանի ակտը անհնար է։ Այսքանը մեր բողոքի վերաբերյալ բացատրությունն է։ Պատվարժան դատարան նշված հանգամանք, նշված դատական գործերով կայացած որոշումները նախադեպային չեն կարող համարել, ոչ համադատել կարող են համարել, սակայն պաշտպանական կողմը կաշկանդված է հիմքը դատական օրենքի սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածը որպես հաստատ վկայակոչի եւ հետեւաբար ձեր հարցի պատասխանը հենց դա է մեջբերում հիմնվելով դատական օրենքի սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի վրա վկայակոչում է նշված իրավասություն։ Այո, պրակտիկան այդպես է։ Ինչի համար են ներկայացրել վերջից ասում։ Ուրեմն հարցը առաջում ինչի է նշանակում այդ տեսնակի համանշ։ Գաղթանում չկան դեպքում բազմություն համանշում գաղթանում ինտերվալ արժանացի։ Այս պրակտիկան որ ներկայացնում է Да.